Բարի առավոտ, սիրելի հետևորդներ, հեռուստադիտողներ, բարի լույս Անի։ Բարի լույս Արտուր։ Դե խորհուրդ եմ տալիս սուրճը պատրաստել, նախապես դնել սեղանին, խմել, հետևել մեզ, անմիջապես մեր YouTube-յան ալիքին գրանցվել, տարածել, հարցեր ուղղել, մենք այսօր շատ հետաքրքիր հյուր ենք ունենալու եւ առավոտը եւ շաբաթը սկսում ենք փորձենք սկսել, հա, ուրախ լուրով, որովհետեւ կարծես մեր երկրում Անի մենք ինչքան էլ քրքրում ենք լրահոսը, հասկանում ենք, որ այնուամենայնիվ ուրախ լուրերը ավելի շատ են եւ գերակշռող են։ Ուրախ լուրեր չունենք, որպեսզի կարողանանք հեռուստադիտողին ուրախ լուրերով սկսել, բայց այնուամենայնիվ մենք փորձենք եթերը ապահովել ուրախ նոտայով։ Դե ինչ Արտուր, քննարկենք վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները։ Սկսենք Փաշինյանի այցից Հովհաննես Դավթյանի սիմփոմին։ Այո, ներկայացումից իհարկե ես մի փոքր Որից շատ հիացած էր իդեպ։ Այո, բայց գիտես ինչն է ինձ ավելի շատ զարմացրեց, Անի, որ ինչ բեմից դուրս շշպրտեց Հովհաննեսին եւ ինքը վարեց։ Ինքը ժպտում էր, ուրախանում էր, այսպես, հա, դե հասկանալով նաեւ ներկայացման տիրոջ կարգավիճակը, որովհետեւ այնուամենայնիվ նույն երամից են, հա, բայց իր այդ ներքին ուրախությունը չզգացի, հա, ինքը ժպտում էր, կարծես իր համար շատ լավ էր, իր ափի մեջ էր, հա, բայց մի փոքր ներքին այդ ուրախությունը չզգացի, որովհետև իրան նաև իմանալով հանդերձ հասկանում ես, որ նույնիսկ հումորը, որը բեմից հնչում է, այս մարդու համար այնուամենայնիվ մի տեղ կա, որ իրան չի գոհացնում, որովհետև իրեն ավելի շատ դուր կգար, որ լիներ գովեստի խոսքեր, իրեն ավելի շատ դուր կգար Արտուր, որ ինքը նախ լիներ բեմում, որովհետև մենք տեսել ենք, երբ որ բազմահազարանոց դահլիճներ ա տեսնում, իրեն կորցնում ա եւ կարող ինչ-որ ներքին խանդ կար Հովհաննեսի նկատմամբ։ Ես հետո մի պահ զարմացա, որ ինքը դուրս չեկավ, հա, բեմ, որովհետև ես սպասում եմ, որ ինքը անմիջապես պիտի բեմ բարձրանա, այդ իր կենացային ինչ-որ մտքեր արտասաներ։ Իհարկե մենք ամբողջական ներկայացմանը ծանոթ չենք, գուցե վերջում իրեն են ծաղիկներ տվել Հովհաննեսի փոխարեն։ Իրեն են ծափահարել, որովհետև ինքը Հովհաննեսի դեմա խոնարհվել։ Այո, շատ հնարավոր է, ու ինձ մեկ էլ Հովհաննեսի քիմքին համապատասխան դերասան է։ Ու ինձ մեկ էլ զարմացրեց այդ պահի տակ Ռոբերտ Քոչարյանի հա նմանակում Հովհաննեսը այն պահը երբ որ անդրադառնում է Հովհաննեսին այդ լիաթոք ուրախությունը արտացոլվում է անմիջապես այդ էլ նկատեցի հիմա գուցե շատ սուբյեկտիվ է իմ կարծիքը վերաբերմունքը, բայց այնուամենայնիվ ինչ որ կար էկրանից այդ տեսանք։ Այո, մեր սեղանին տորթ է, մոմ, մեր հյուրի ծնունդն է այսօր, մենք կփորձենք նաև շնորհավորել մեր հյուրին, քանի որ մեր հյուրը Անի արդեն եկել է այն պարտաճանաչ հյուրերից է, հա, չուշացող, մեզ մոտ հրավիրենք հասարակական գործի Սամվել Աշոտյանին։ Հանրային գործի։ Շնորհավորում ենք այսօր։ Շնորհավորում ենք։ Մերսի շատ, ես էլ հերվից տորթը տեսա, ասում եմ, ես իմ համար է տեսնես։ Այսինքն իհարկե, քեզ համար է։ Եթերը սկսենք հենց լավ դրամատուրգիա, մի հատ Արտուր պահի մարեց։ Անի, արի ես ինձ պահեմ, ես մոտեցնեմ։ Հեսա արագ կփչենք բան գանե։ Բայց երազանքը չմոռանա Սամվել ջան։ Այ իհարկե։ Իրոք։ Քեզ։ Ինչ դժվարությամբ ես։ Բանա քամի է։ Ես բան անեմ, մոտ փորձեմ։ Այ զավիգալ կենելա դժվարվողում։ Ահա։ Շնորհավորում ենք։ Երազանքի համար ուրախ չեր լինի Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում։ Կարևորը մենք ուրախ Դա երազանք չի, դա նպատակ է։ Ձեզ առողջություն, պնդություն, Հայաստանում ապրելու համար բավականին մեծ արժանապատվություն է պետք է ամեն ինչին դիմակայելու, այն ինչ որ դուք ունեք, թող Աստված եռապատվի եւ բազմապատվի։ Շնորհակալ եմ շատ։
Դժմեն արժանապատվություն մի քիչ երևի այս դեպքում համարձակություն էլ է պետք։ Այո, ամեն դրական բանը պետք է, որ այսօր Համ արժանապատվություն, համ համարձակություն, կարողանա այո համ ամուհիաթեր, պայքարի մեջ, որ արդեն 8 տարի ձգվում է։ Պետք է մենք ավելի ձիգ լինենք, քան իրանք, այլ տարբերակ չկա։ Այլ ընտրանք էլ չունենք։ Այլի, հա։ Սամվել ջան, երբ որ ես ձեզ նկատել եմ Facebook-յան տիրույթում, ինձ շատ ուրախացրել է, որ կան նման երիտասարդներ, որոնք կարողանում են կենտրոնացնել եւ մոբիլիզացնել լսարան եւ ունեն ճիշտ խոսք եւ այդ խոսքը շատ լավ է ընկալվում հանրության կողմից։ Հատկապես երբ որ տեղ է հասնում խոսքը Այո, շատ իսկ կարևոր քո է։ խոսքը տեղ է հասնում, ես հետևել եմ, որոշ չափով ուսումնասիրել եմ։ Ինձ մի բան է հետաքրքրում, ինչը ստիպեց քեզ մտնել դաշտ։ Գիտեք, այնքան սպես բնական ստացվեց դա, այսինքն ուրեմն բավական երկար ժամանակ տեսելով ինչա մեր պետություն կատարվում, ես չեմ խոսում մենակ Նիկոլի ժամանակներից, ես դեռ դպրոցական տարիքից շատ sense անհանգիստ երիտասարդ էի ու քաղաքականությամբ հետաքրքրվում էի, ինչքան որ զարմանալի չէ, ժամանակ շատ քիչ էին երիտասարդության մեջ մանավանդ հետաքրքրվողները այդ ժամանակ նոր էր թափառնում էլի, հենց քաղաքական այդ process-ներով հետաքրքրությունը հանրության մեջ 18-ի մասին է խոսքը։ Չէ, դրանից առաջ։ Դրանից առաջ։ Այդ ժամանակվա ցույցեր, այնտեղ Էլեկտրիկ Երևան եւ այլն։ Ես էլ եմ իդեպ մասնակցել Ես շատ երիտասարդ այդ ժամանակ ես բավականին ակտիվ մասնակցում էի։ Հետագայում որ պատերազմ սկսեց պատերազմին եմ մասնակցել, մոտիկից տեսել եմ այդ ամեն ինչ կատարվում է ու շատ սիրտս ցավում էր այն ամենի համար, ինչ կատարվում է մեր պետությունում, շատ սիրտս ցավում է Արցախի համար, մնացած հարցերով, ինչ որ բայ երբ որ ցույցի վերջին անգամ որ մասնակցեցի, այսինքն դրանից հետո եմ ցույցերի մասնակցել, բայց երբ որ մասնակցեցի սրբազան շարժմանը, որ տպավորություն էր թե գոնե թե սպայն ինչ որ փոփոխություն կլինի, ինչ որ հույս կա, հա որ մենք մեր պետությունը այլ ուղղությամբ հնարավոր որ շարժվի, տեսանք որ պես մի քիչ կոպիտ ասեմ, այդ 5 դպրոցի մեր քաղաքական գործիչները չկարողացան որևէ բան փոխել, չստացվեց իրանց մոտ ու արդեն իսկ իմ մոտ էլ են տպավորություն ստեղծեց, որ երևի արդեն մարդիկ էլ են նոր խոսքի սպասում, ընդհանուր առմամբ, որ ով եթե ոչ ես այդ միտքն էր մոտս ու այդ ժամանակվանից սկսեցի իմ համար ինչ որ այսպես թեթև բաներ էի առնում, սարքավորումներ, լույսեր եւ այլն, իմ հեռախոսով սկսեցի նկարել։ Ամենաառաջին հաղորդում նկարեցի այդ երկար հաղորդում էր։ Դրանից հետո արդեն ասացա, որ ռիլերի ֆորմատն է լավ աշխատում ու սկսեցի այնքան տեղադրեցի մինչև գնալով ավելի մեծացավ բանը, աղբատը այսպես ասենք, մարդիկ ավելի շատ էին տեսնում, սկզբում մի քիչ կասկածամտորեն, որտեղ մի քիչ կասկածելի է, որ որտեղից եկավ, ոնց հայտնվեց, այսքան դիտում ոնց է հավաքում, բայց արդեն ժամանակի ընթացքում շատ լավն էր քո այդ տեսակցությունը, ում պրոյեկտն եմ ես։ Հա, այդ հարցը շատ էր մի պահ հնչում ու ես որոշեցի պատասխանել այդ հարցին։ Դե մեր հասարակության մեջ բան է, չէ՞, ով մեկը հայտնվում է, իրանք անպայման մտածող ուղեղը դա պրոյեկտն է, որպեսզի իրենք արտարացնեն նաև։ Ընդհանուր առմամբ շատ վտանգավոր այդ մտայնությունը հենց օրվա իշխանությունը մտցրել, որ այն բանի համար, որ տեսեք, ով որ եկել է իրանք ես մարդու շահերի ներկայացրել, նա իրանք ես են ու այդ ձևով որ արժեզրկեն, որովհետև փաստացի ոնց որ ինձ հնարավոր չի ասել նախկին կամ թալանչի կամ ինչ-որ պիտակներ որ կպցնում են, որովհետև ինչքան որ մեզ ասեն նախկին, էլի ոնց որ հա այդ առումով ոնց որ դրա համար իրանք ավելի այդ մեթոդներով, այդ կեղտոտ մեթոդներով փորձում են ցույց տալ, թե իբր իրենց շահերի ներկայացուցիչ ես կամ ինչ խմբերի, բայց ամեն դեպքում ես բավական երկար ժամանակ դաշտում եմ, որ մարդիկ արդեն լավ ճանաչեն, հասկանան էլի ինչ գաղափարի ներկայացուցիչ եմ, որտեղից եմ եկել, ինչ եմ անում ու ինչի համար։ Հետապնդումների կարծես այս ընթացքում ենթարկվեցիք մի փոքր Գիտեք, մի քիչ ես վատ կզգամ այն ամենի ինչի գլխով անցել է հետապնդում, ասեմ տեսելով որ այս պահին մարդիկ կան որ անազատության մեջ են գտնվում, մարդիկ կան, չգիտեմ, որ անգամ իրենց նկատմամբ հաշվի հարդար են տեսնում շատ հաճախ Ին ունենք անազատության մեջ։ Այո Այդ ամենի պայմանները ոնց որ իմ գլխով ինչ եկել է, ինձ համալսարան դասավանդում էի հեռացրել են համալսարանից, այսինքն հորդորել են, այսպես ասենք, քանի որ ոնց կարող եմ ես իմ բանին վերադասին քննադատել, բայց փաստացի ոնց որ լինելով հարկատու քաղաքացի, հարկվճարող քաղաքացի, ոնց որ ես եմ վերադասը նրանցում ես քննադատում եմ, այնքան այնպես չէր որ ներկայացում էր, մի խոսքով էլի հորդորեցին, որ ես չեմ կարող այս գործունեությամբ զբաղվել, զուգահեռ այդ ժամանակ ես եմ դիմումը գրել հեռացել եմ համալսարանից
ինչպես նաև ասպիրանտուրայի մեջ սովորում եմ, արդեն իմ սեփական նախաձեռնությամբ եմ ասպիրանտուրայից հեռացել, որովհետև ինձ այդ պահով ոնց որ խնդիր չէին տեսնում, իրանք անգամ ուզում էին պահել, բայց ես իմ կամքով այդտեղից արդեն հեռացել եմ զուտ սկզբունքի համար։ Որ բաժնում եք դասավանդում։ Տնտեսագիտության։ Դրանից հետո դրանից առաջ էր արդեն Ալենը, որ Ալեն Սիմոնյանն ինձ դատի էր տվել, ինչ-որ հիմար պատճառաբանություններով, հիմա այդ դատական գործով անցնում ենք։ Ինչ էլի որ զրպարտել եք, հա, ինչ եք անում։ Հա, ասում եմ իբր թե զրպարտել եմ, զուտ ես մեջ բերել եմ Հայկ Սարգսյանի խոսքերով, որ ասում էր, որ ոնց որ ոչ երկիմաց տակնարկում էր, անգամ կարելի ասել ուղիղ ասում էր, որ Ալեն Սիմոնյանն իր նկատմամբ այդ կարգապահական վարույթը սկսել էր այն ժամանակ, երբ որ ինքը օրենքի նախագիծ էր բերել, որով պետք է կրկնապատկվեին այդ օնլայն կազինոների տուրքերը։ Ու դրանից հետո երկրորդ անգամ էլ է դա կրկնում ու հետաքրքիրն ինչ է, որ ինքը ինձ մենակ այդ դրվագով չի զրպարտության համար հայց ներկայացել իմ դեմ, նաև ասում է, որ ես բարձրացել որ ինքը մարդու վրա է թքել, որ անթակույց էր, բոլորս տեսել ենք, տեսագրվել է։ Խնդիրը, բայց ինքը դրանով ուզում է, որ եթե արդարացնող վճիռ լինի, արդեն այդ մասով է լինել, ու արդեն մարդիկ մի քանի անգամ կմտածեն, կարող է ամեն դեպքում խնդիր ունենամ դա բարձրացնել։ Այսինքն սա ստրատեգիական հայց է իմ դեմը, տեսել APP-ի հայցերից։ Բայց ես նպատակ ունեմ, եթե իհարկե ես առաջին ատյանում ենք, կարծես թե դատարանը բավականին անկաշկանդ է, ինձ այդպես է թվում։ Դատավորով է։ Այս պահին Մխեյանն էր կարծես դատավորի ազգանունն է, այս պահին անունը չեմ հիշի։ Մի խոսքով, բայց բավականին լավ տպավորություն ինձ վրա թողել դատավորը, կարծես թե որ այդ հարթակներով էլ ստուգել եմ, կա հարթակ, որ ուզում եմ փակեն, չէ, բանի համար բավականին նորմալ դատավոր է երևում։ Կարևորը Մելքոնյանը չի, այդ արդեն լավ է։ Ասում եմ, երբ որ հայտնում եմ Մելքոնյանի մոտ թղթերը, ինքը պարտադիր 2 ամիս կալանքի է տանում։ Հա, չէ, քաղաքացիական հայտով տանեին կալանքի ինձ։ Հնարավոր է, մեր երկրում ամեն ինչ չի բացառվում ոչ։ Հատկապես երբ որ մարդը իր տեղում է, էլի։ Հա, եւ ու այս պայմաններում ոնց որ իհարկե մենք գործը դեռ գնում է, հաջորդ նիստը շատ հետաքրքիր է լինելու, ամենայն հավանականությամբ մեդիաների կհրավիրեն, որովհետեւ գալու են ցուցմունք տալու Ալեն Սիմոնյանի աշխատակազմից իր այդ քարտուղարը, ով որ մեկնաբանություններ է սովոր այդպես կոպիտ գրել իրեն աշխատավարձ վճարող, հարկ վճարող քաղաքացուն ու իր իրավական հարցերով այդ խորհրդատուն։ Ալեն Սիմոնյանին միջնորդություն ներկայացրեցին, ինքը հրաժարվել է ներկայանալ։ Այո։ Հիմա այդ բավականին կարծում հետաքրքիր դատ կլինի հաջորդը, դե process-ով անցնում ենք, տեսնենք առաջին ատյանում ինչ արդյունք կլինի։ Եթե արդյունքը մենք տեսնենք, որ ինչ-ինչ պատճառներով, օրինակ անարդար է կամ ես կարծեմ, որ նկատմամբ անարդարություն տեղի ունեցել, ընդհանուր առմամբ Հայաստանում նոր բան չի էլի, անարդարություն է, մենք տեսնում ենք, որ կառավարությունը ես եմ ասող մարդ կա, ոչ միայն կառավարությունը ինքը, նաև շատ հաճախ դատարաններն են ինքը, բայց բարեբախտաբար մենք ունենք դեռևս այդպես Եզակի դեպքեր, բայց այսպես ասեմ, եթե տեսնենք, որ անարդարություն է ինձ հետ կատարվում, մենք պարզապես գնալու ենք այն ուղով, որ սպառելու ենք Հայաստանի Հանրապետության ատյանները, գնալու ենք մարդու իրավունքների եվրոպական դատարանում իմ շահերը պաշտպանելու, որովհետև այս անարդարությունների այս շղթան պետք է ինչ-որտեղ կանգ առնի ու իրենք իմանան, որ պարզապես դատի տալով մարդու բերան փակելն է քաղաքական process-ի մեջ, որտեղ կրիտիկան ամենուրեք պետք է լինի ու դատի տալը քաղաքական գործին կամ հանրային գործին դատի տալը դա վատ բան է պարզապես էլի ընդունված չի ես այսպես մեր մի բանացած որը իրանց օրերին շատ ընդունելի է եւ դա իրանց գործելավոճն է ազատ խոսքը դե մարդու բերանը փակելու մեթոդ է էլի դարձել նույն բոլշևիկների ժամանակներ հա մենք երբ որ մա տեղափոխում ենք նույնիսկ բառամթերքը երբ որ ուսումնասիրում ես շատ նույնն է հիմա որևէ մեկը չի կարող հա իր սրի տակով չանցնել բանից պարզվում է երբ որ դե չէր ասում կա դատավոր կարող ես որի մասածը չանի տվյալ իշխանությանը այն իշխանությանը որը շրջափակեց կներես Արտուր դատարանները ինքը դատավորներին պատուհաններից դուրս չշպրտեց այդ է եղել է իր օրոք ամբողջությամբ եղել է իր օրոք եւ ինքը սահմանադրական կարգը տապալել է ոչ միայն իշխանությունը զավթել է 2018 թվականին այլ դրանից հետո մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալել ու հիմա այդ բանը հա Հայաստանի Հանրապետության քարտեզը որը բսկտված քարտեզ է եւ մենք չգիտենք այդ քարտեզի մեջ ինչ կա գուցե միայն Երևանն է կամ Երևանն էլ չի ուղղակի ինքը սիմվոլիկ ինչ որ պատկեր է օրինակ հիմա մակետային Հայաստանի մենք իրականում քարտեզի պատկերով բայց օրինակ ասես ինչ որ մի հատ այսած փոքր տարածք է բանը որի մասին մենք տեղյակ չգիտենք մեջը ինչ կա Արցվաշեն ներառված է թե չէ Տիգրանաշենի հետ ինչա տեղի ունեցել ապագում
գեղարքունիքի հյուսային հատվածը կա թե Սամվել, չկա։ խոսենք ընդդիմությունից։ տարածքները։ Ընդդիմության անգործությունից գոհ եք, դժգոհ եք։ Դե որ ասում եք անգործություն օրը։ Արդեն պատասխանը տալիս է սա։ Դա շատ դուր ձևի ասեցի, մտածի չեք նկատի։ Նայեք, ընդդիմության մասով ես աշխատել եմ միշտ այդ բանը պահել, սոլիդարություն, այսպես ասենք, քանի որ Մենք էլ։ ոնց որ մենք խնդիր ունենք Նիկոլ Փաշինյանին առասել, չնայած որ ընդդիմությունը այսպես մեծ խոսում էր, որ հեսա գնում ենք հեռացնենք եւ այլն, ես շատ վաղուց ասում էի, որ մի քիչ այդ ախորժակները քչացրեք, ես բավականին վաղուց ասում էի, որ Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններով չի հեռանալու, մոռացեք, դուք մտածեք ոնց եք անելու կամ ընտրության արդյունքից հետո դիմադրություն կազմակերպել դրանով, հետընտրական պրոցեսներով հնարավոր լինի, ինչը հնարավոր է, բայց օրինակի համար ժամը գիշերվա 2-ին որ Նիկոլ Փաշինյանը մտնում արդեն իր հաղթանակն է հռչակում, որ 10% ընդհանրապես քվեների հաշված եւ մի քանի անգամ կանգնեցնում են հաշվարկը, չգիտես ինչ կատարվեց այնտեղ, ու դրանից հետո էլ երբ որ ԲՀԿ-ի մանդատները բրթուճանում ուտում են արդյունքում, ու այս ամբողջ պրոցեսների արդյունքում մարդիկ դուրս են գալիս ասում են հենց այն մարդիկ, ովքեր օրակարգ պետք է թրել, ես մեն օրակարգ չեղավ փող զուրզելու, հետո պետք է այդ օրակարգը ձևակերպելով պետք է այդ օրակարգը ժողովրդի, որովհետեւ գիտեք մարդիկ ովքեր քաղաքական առաջ պատրաստ էր դուրս գալու, ժողովուրդը պատրաստ էր դուրս գալու, բայց հենց այդ դրանում է հարցը, որ քաղաքական առաջնորդություն կա ձևավորված, այն մարդիկ ովքեր վերցել իրենց վրա այդ պատասխանատվություն քաղաքական առաջնորդության ու քվե են ստացել, իրենք են այդ օրակարգը ձևակերպողը, իրենք էլ են ժողովրդին են մի հատ մեղադրում, ասում են ժողովուրդը չուզեց կամ մեղադրում են Նիկոլ Փաշինյանին քվե տվածների։ Ժողովրդին բացարձակ մեղադրելու չի։ Դեռ հոխորտում էին ժողովրդի վրա, որ ժողովուրդն ասում է ժողովուրդ մի այդ մանդատները վեկայք, մենք ինձ էս քվե տվեք, մենք էլ ասում ենք հրաժարվեք այդ մանդատներից։ Հատկապես երբ որ դուք խոստացել եք մեզ ոչ թե ընդդիմափոխություն ԱԺ-ում, այլ խոստացել եք կոնկրետ իշխանափոխություն։ Սպասումներ եք առաջացրել մարդկանց մոտ ու արդյունքում այդ սպասումները չեք կարողացել արդարացնել, այդ անպատասխանատու մոտեցում է։ Հիմա մնացածի առումով իրականում այս պահին մի քիչ հույս տեսնում եմ ամեն դեպքում ընդդիմության մասով, տեսնում եմ գոնե պետք է լավին լավը ասեմ, օրինակ Նարեկ Կարապետյանը որ տեսնում որ պատասխանում է այն տեղերով, որտեղ իրենք շատ քվեն հավաքի, դու տեսնում ես գործ է անում։ Օրինակ այդ մշակույթը պատասխանատվություն կա, բայց Սամվել, կներես ես համաձայն եմ ինչ որ ասում ես, բայց անցած անգամ երբ որ ուժեղ Հայաստանից էր ինքնուրույն առանձին հաղորդում ունեն։ Ես ասացի ինչ եք դուք պարտականություն վերցնում իշխանության, այսինքն ինչ որ իշխանությունը պետք է անի, դուք եք անում եւ այսօր աշխարհի նայում, որովհետեւ ես հասկանում եմ որ այդ շատ լավ բան է, բայց չմոռանաս նաեւ որ ճիշտ է, ողջունելի քայլ է, բայց ժամանակին քայլ չի, որովհետև հիմա իրանք պետքա հետընտրական process գեներացնեին, ժողովրդին մոբիլիզացնեին, գնային վերջնական հաղթանակի։ Դե հիմա ասում են մենք մանդատը վերցել ենք, կփորձենք իրանք եկել են ապոկալիպտիկ խոսույթով։ Իրանք եկել են խոսույթով, որ վայ հանձնեց, վայ տվեց, եկեք մենք եկանք փրկելու եւ այլն, այսինքն իրանք այսպես շատ տտացեցին գույները ու արդյունքում ոնց որ հելան ասին դա մենք գնալու ենք իրանց հետ աշխատենք ազգային ժողովում, ոնց որ եթե լեգիտիմացնենք իրանց իշխանությունը, դառնանք մաս։ Այո, եթե դու գնում ես այդ խոսույթով, որ իրենք գրեթե արդեն այդ որ ուղիղ ասում են, որ սրանք դավաճաններ են, սրանք թուրքական շահի ներկայացուցիչ վերջում էլ գնում են ազգային ժողով աշխատելու, այդ այնքան էլ լուրջ մոտեցում չի ու շատ տեղեր կա իրենց այդ քննադատելու, իրենց շատ բաներ ասելու, չգիտեմ, իհարկե այս գոնե թե այս արդեն ազգային ժողովում, այս նոր գումարման ազգային ժողովում արդեն ես մի քիչ ավելի ուշադրել կլինեմ ընդդիմության, որտեղ այսքան ժամանակ ես ասել եմ, քանի որ երբ որ իրենց թեթևի քննադատությունը լանում էին, ասում էին, այ նիկոլականներ եւ այլն Նիկոլի Շայրի սպասարկումներն են, թաքնված նիկոլականներ, ու արդյունքում ոնց որ մենք կորցնում ենք այն հնարավորությունը, որ գոնե թե քննադատությամբ ավելի լավարկենք աշխատանքը ընդդիմության, իրանք շատ ցավոտ են ընդունում, բայց կարծում եմ պետք է այդ մշակույթն էլ մտնի, որ մարդիկ հասկանան, որ այն մանավանդես պայմանները, որ իշխանությունից ինչ պահանջես, իրանք իմ ներկայացուցիչ չեն։ Այո, մենք իշխանությունից այլևս գոնե թե որ կարա հավակնի իմ ներկայացուցիչ չլինելու, գոնե թե պետք է մի քիչ ավելի բանել ընդունի, առողջ ընդունի այդ քննադատությունը, որ ես տալիս եմ։ Գոնե շատ մեղմ ենք քննադատել այնքան բան կա ասելու, դա էլ են ցավոտ։ Մենք շատ դեպքերում անհարմար հարցեր փորձում ենք միշտ չտալ ընդդիմության։ Ինչը իմ կողմից այո, սխալ կա, որովհետև մենք նույն հաճախականությամբ Նիկոլին, երբ որ Նիկոլը իշխանություն էր, մենք Նիկոլին հաշ ժամանակին անհարմար հարցեր չէինք տալի եւ տեսանք ուր եկավ եւ ինչ արեց այս պետության հետ։ Այո, ընդդիմությունը նաև պատասխանատվության զգացում պիտի ունենա եւ այդ պատասխանատվության զգացումով պիտի առաջ գնա եւ մենք հասարակության լայն շրջանակների այս զսպող օղակը պիտի լինի, հա, հասարակությունը։ Բան նշանակա դա
իմ գործունեությունն էլ է նաև դրանում, որ գոնե կարողանամ ինչ-որ ձևով բալանսան, որովհետև գիտեք, այստեղ հարցը ինչու՞մ է, օրինակ երբ որ ինչ-որ մի բան ասում են հին քաղաքական գործիչներից կամ ինչ-ինչ պատճառներով արդարացի կամ անարդար վարկաբեկված ինչ-որ դեմքեր, շատ հաճախ դա հանրություն չի ընկալում հենց այնպես ոնց կա տակը ինչ-որ շահ է փնտրում եւ կամ փնտրում է ինչ-որ արդարացում իր նախկին արածների կամ չարածների, այս դեպքում երբ որ ես եմ այդ ինչ-որ հարցերը բարձրացնում, այդտեղ տեղ չկա բանելու, արդեն իսկապես տեղ է հասնում ու շատ հաճախ զսպում է նաեւ հենց իշխանությունների ախորժակները, որտեղ մի բան է երբ որ նախկինում քաղաքաբանտարկյալ հենց ունեցածներն են, հա, նախկին օրինակ քաղաքաբանտարկյալ հենց դարձած մարդիկ են խոսում քաղաքաբանտարկյալներից, դա մի քիչ այսպես ասենք, չգիտեմ, լուրջ չի ընկալում, որովհետև հենց իրենք են այդ մշակույթն էլ նաև այդ մտցնողներից եղել, ուրիշ բան է, որ ես եմ խոսում, արդեն իսկ այդ այլ կերպ ամբիցիալով, այո, որ եւ հենց խնդիրը դա էր, որ ես անընդհատ ընդդիմությանը ասում էի նույն քաղաքական ուժերին, որ ձեր թիմերում ընդգրկեք մարդկանց, որոնք կունենան ամբիծ անցյալ, հնարավոր խոցելի չեն լինի, կապիտալ չեն ունենա, իրենք իսկապես հեղափոխականներ կլինեն, որոնք պատրաստ կլինեն սխրանքների հանուն հայրենիքի։ Գիտեք 21 թվին էլ են կներես նույն սխալը արել, 2026 թվականին էլ են նույն սխալը արել։ Դե հիմա իրանց մեկնաբանումը Համաձայն ես, որ այս ազգային ժողովը երկար կյանք շունի։ Հա, ես համոզմունք ունեմ, իհարկե ոնց որ չենք կարող գուշակել այդպես խառը ժամանակներ են, բայց մենք 21-ին էլ էինք ասում, այս ազգային ժողովը երկար կյանք չունի, բայց տեսանք 5 տարի լավ էլ Չէ, ես 21-ին ես դեռ այդպես հարայ չէի, բայց չէի որ ասում։ ասում էին, չէ, որ Այդ մարդիկ արտահերթ է, գուցե չկարողանան։ Ես 21-ին ավելի քան վստահ էի, որ ընդդիմությունն էր հենց պահելու Նիկոլին, որպեսզի 5 տարի պաշտոնավարեր։ Հիմա էլ եմ այդ վստահությունն ունեմ, պարզապես հիմա ժամանակները խառն են եւ ժամանակի հրամայականի ներքո է ծնվելու իրավիճակը։ Բայց գիտեք, օրինակ հնարավոր են այդպիսի տարբերակ, որ երկար կյանք չունենար իշխանություն, ուղղակի այդ բոլոր Օրինակ ինչով է տարբերակները պայմանավորված, որ կարա երկար կյանք չունենա։ Ես կարծում եմ դիպլոմատիկ ընդդիմությամբ նախտավարակ, որովհետև օրինակ ես չեմ կարող հավակնել իշխանության։ Հա իշխանության հավակնել կարող են նրանք, ովքեր որ դիպլոմատիկ ընդդիմություն են, ովքեր որ հենց այնտեղ են գտնվում, ովքեր որ մոտ են գտնում իշխանությանը ու իրանք կարող են այդ process-ները ներսից գեներացնել, չգիտեմ, իրանք գործիքակազմ պետք է հասկանան, կլինի քո այդ դիմադրության կազմակերպումը, այդ կլինի impeachment-ի գործընթացը, իրենք են գտնում մազերին, որ ես չեմ կարող ներսից ինչ-որ այդպիսի process-ներ գեներացնել, իմ գործիքակազմը այլ է։ Հիմա իրանք այսքան ժամանակ, լավ, ես մի հատ այսպիսի բան ասեմ, ուրեմն պատերազմից հետո կարծեմ դիմադրության շարժում էր, հա, ոնց որ կոչում, մի օր որոշեցի գնալ իրենց ցույցերին։ Գնում եմ ասում դե լավ, ոնց որ իհարկե այնեմ երազած մարդիկ չեն այնտեղ հավաքված, բայց սաղաղետ է էլի բերում էր գլխին, պետք է իրանից օր առաջ ազատվել, գնում եմ ու այնտեղ տեսնելով շատ օդիոզ կերպարներից մեկի որդուն, ով հայտեր փողոցային բարգով հայտներ իր, չգիտեմ էլի մարդկանց գլուխ էր ուտում ինքը անընդհատ էլի շատ վտանգավոր մի հազանգ կնես բարձման մի լակոտ տեսում եմ իրան այնտեղ քորփոշման հետև վերադառնում էլ չեմ գնում իրանց ցույցերին այդ մասով իրենք մտածեին Հենց ես ապշած նայում ոնց որ առաջի անգամ գնամ կանգնեմ դրանց կողքին երբ որ ես դրանից առաջ ցույցերի էի գնում դրանց դեմ այդ բարքերի դեմ ու այս ամեն ինչի մասին պետք է մտածեն էլի այսօրվա գոնե թե ընդդիմությունը հասկանալու համար թե ինչի ժողովուրդը ամեն դեպքում գնում է Նիկոլին է էլի քվե տալիս որովհետև ես ասեմ ժողովրդի սրտի թեկնածուն չի Նիկոլ Փաշինյանը Հիմա օրինակ ազգային ժողովում մեր հույսը ընդդիմության հույսը ինձ թվում է այնա որ կարողանան ԿՊ-ից մարդկանց բերել իրենց դաշտ բայց ես վստահ եմ որ հենց առաջի երկրորդ նիստերի ժամանակ այս եթերը կա իմ ասածը կա մնալու է բայց երկրորդ երրորդ լավ 5 նիստերից հետո ես վստահ եմ որ հակառակ process-ն է լինելու որովհետև ուժեղ Հայաստանից շատ հնարավոր է ես երկու հոգու այսպես գիտեմ որոնք դառնալու են Գեգամ Նազարյան բայց 5 հոգի էլ կճարեն այս մարդիկ որովհետև տեսեք հենց այն երեք չէ այդ տղային որ տարածում էին որ Չախոյանին շնորհավորել դա է ուզում ասել
Դեռ չհասած ազգային ժողով արդեն ճակերտավոր կոնստրուկտիվ ընդդիմություն են խաղում, կեղծ բարոյագետներ են դարել, Չախոյանի շնորհավորում են։ Ես շնորհավորանքի մեջ վատ բան չեմ տեսնում, բայց դա Կարելի է կոնկրետ ինձ ինչու չեն շնորհավորը, ես 8 տարի պայքարել եմ, երեխա եմ ունեցել, այդ ժամանակ քրեական գործ է հարուցվել ինձ վրա, ինչի այդ նույն ընդդիմության ներկայացուցիչները ինձ չեն դու շնորհավորում։ իշխանություն չես։ Այ որ դու իշխանություն լինես, գործը թե ծաղիկներով գային եւ անդամություն դիմավորեին ան։ Գիտեք, ես թվում է իրանք միամտություն ունեն հավատալու, որ այդ պիսով իրենք ավելի առողջ քաղաքական մթնոլորտ են ստեղծելու։ Ես մի հատ հստակ մի բան ասեմ, այս պայի դրությամբ մեր ընդդիմությունը այս բախվորած վիճակով շատ շուտով, երբ որ սկսի ազգային ժողովի առաջին նիստերին արդեն իսկ, ես համոզված եմ, որ լինելու է ծեծ կրտուկ։ Ծեծ կրտուկի ժամանակ, որովհետեւ գիտեմ առաջին ունեն ծեծել։ Հիմա չասեմ անում։ Ես էլ գիտեմ։ Մենք կհանդիպենք ու կքննարկենք այդ։ Ես հասկացա դուք ում նկատում եք, ես էլ եմ կարծում առաջին իրեն ծեծել։ Որտեւ ատամները սրած իրանք սպասում են առաջին նիստին, որ Բիլյանն հենց միանգամից մանդատները վերցելու օրը ասես դե եկեք, հա։ դե եկեք ես գալուց իրականություն։ Հիմա գիտեք խնդիրը այստեղ ինչու եմ ես տեսնում։ Նայեք, մանդատների տարբերությունը ընդհանրապես գրեթե 20-ն է, չէ՞։ Այս բայդրությամբ Նիկոլ Փաշյանը նախեբար ընդհանրապես փողոցից եկած է, որ շատ հաճախ մարդուն սկսում են հենց բռնության ենթարկում, տեսնում են կոտրելու համար ու հետո 8-ն է։ Չէ, մանդատների տարբերությունը նրանք ունեն 64, կարծեմ, սրանք ունեն տարբերությունը 41 էր ինչքան է։ ձայները։ Ընդհանրապես 28 տարբերություն է։ Հիմա ասածս ինչ է, նայեք, ես չեմ հավատում, որ իշխանություն կարա վերցնի այնպիսի ընդդեմություն, ով չի կարողանում ծեծել իշխանությանը։ Ուղիղ ասեմ, ծեծ կրտուկ են անում, ծեծ կրտուկ են հրահրում։ Եղբայր, եթե ես որպես ինքս քաղաքացի եմ, որպես նայեմ, որպես ընդդիմադիր Հայաստան, եթե ես տենում եմ, որ դուք ծեծ եք ուտում իրանց ձեռով, ես չեմ հավատում, որ դուք կարողանալու եք վաղը մյուսօր ցանկացած գործիքակազմով փոխել 20 Դեռ այսքան ծեծված միլիոնատեր չէր եղել Հայաստանում։ Ընդամենը 20 հոգու տարբերություն է, որովհետև ավելի բարդ ճակատամարտեր է, էլի հայ ազգը տվել, երբ որ տարբերությունը թվային շատ մեծ է եղել, այդքան մեծ չի թվային տարբերությունը։ Մի հատ ցույց տվեք, որ դուք գոնե թե կարող եք ծեծ չուտել։ Այս բռնության կոչ չի, եթե ինչ, այս ցանկացած դեպքում է տենց գործընթացներ Պաշտպանության մասն ենք խոսում։ Երբ որ քեզ բանը ապտակում են, դու գոնե մի բան պիտի անես, որ այդ մենք քրիստոնյա ենք, մենք բարագետ ենք, մենք մեր տրոնին ենք հետևում։ Ատամներով իշխանությունը, իշխանություն ասում եմ, իշխանությունն հենց էլ ատամներ ունի փաստացի։ Ընդդիմություն չունի ատամ։ Իրանք իրանք լծակներով իհարկե, եթե իրանք անհատական թողես փողոցներում ֆրֆրալու կամ թափառելու, իրանք ոչ մի բան են։ Այն բան շներ կան, չէ, լաչար շներ կան, որ գալիս են վրա, բայց որ մի հատ ոտով ես անում, հետ են գնում, իրանք նույն այդ կարգավիճակում են։ Անի այսօր լավ նորություն ես լսեցի ռադիոյով։ Կարգավիճակում էին կներես արդար եղել։ Մի քանի տարի առաջ իրենք հիմա լավ դիրքերը ամրապնդված կարգավիճակում են ու այն աստիճանը կա բան, որ այդ քաղաքական եւ պետական լծակներով զրկել։ Իսկ չէ, գիտեք, ես կարծում Նիկոլ Փաշյանը վերջերս երևի Մաքիավելի է կարդացել ու հասկացել է, որ ավելի լավ է քեզանից վախենան, քան քեզ սիրել, բայց ամեն դեպքում Նիկոլ Փաշյանը վատ լուրը կա, էլի, ոնց որ իրան ոչ սիրում են, ոչ իրանից վախենում են ու այս նոպաները իր այս պահվածքը վախենում են ընդդիմությունը, որովհետև խոցելի են։ Ով է խնդրել նման ընդդիմությանը հայտ ներկայացնել։ Ամեն մեկը իր գրպանում, իր ընտանիքում մի զավակ է ունեցել, որին ցանկացած ծանր իրավիճակում մտցնի քաղաքական դաշտ, ասի սա իմ ընտանիքի քաղաքական գործիչն է եւ նա պետքա դառնա այս երկրի հաջորդ վարչապետը։ Սա էլ է խոցելի, որովհետեւ հայերը եւ հայ ժողովուրդը հոգնել է տարիներ 2018 թվականին հեղափոխության հիմքում սոցիալական անարդարություններ ընկած։ Տենցա թե տենց։ Եվ ես այսօր տեսնում եմ, որ նորից հարուստները գալիս են եւ իրենց երեխաներին փորձում են ժառանգել իշխանություն, դա իրանց մոտ նոնսենս է առաջացնում։ Իրանք այլևս չեն ուզում լսել ոչինչի մասին։ Երեք ստեղ խնդիրը ինչու եմ ես տեսնում, ընդհանուր առմամբ հարուստ լինելը դա լավ բան է։ Ասում ավելի լավ ունել հարուստ եւ երջանիկ, քան աղքատ եւ դժվար։ Հիմա ես խնդիր եմ տեսնում, երբ որ խոշոր տնտեսական դերակատարները սկսում են քաղաքականության մեջ մտնել, քաղաքականությամբ զբաղվել։ Այստեղ է այդ խնդիրն առաջանում, որովհետեւ հենց իրենց բիզնեսից ելնելով իսկ իրենք արդեն իսկ խոցելի են։ Եթե մենք ունենայինք Հայաստանում ազգային բուրժուազիա, ով որ քիչ չէ խոթի քաղաքականություն, բայց
կֆինանսավորե քաղաքական process-ներ, քաղաքական գործիչների, այսինքն ու դա լիներ զուտ մարդու հայկական կապիտալ, որը ներդրվում է մեր ապագայի համար։ Ու նաև այդտեղ բանը չանեք, էլի միամիտ չլինենք, այդտեղ նաև իրանք կարային շահադիտական իրենց բաներն ունեն, այն որը նորմալ է, որը ողջ աշխարհում ընդունված է, այնպես չի որ որոշ տեղ կա։ Անգլիայում էլ ընդունված է։ Հա, Ամերիկայում, հենց Ամերիկան այդ ամեն ինչի հայրենիքն է, կարելի ասել։ Բայց երբ որ իրենք հենց ուղիղ իրենց քիթ խոթում են այնտեղ, այդ արդեն ոնց որ հանրային համերաշխության ձևավորմանը դեմ աշխատում, որովհետեւ փաստացի եթե դուք արդեն իսկ ունեք այդքան հարստություն, այդքան լծակներ եւ այլն, դուք հետագայում ոնց որ այդ ամբողջը հետո օգտագործելու եք ձեր ավելի հարստացման համար, մարդկանց առավել այսպես ասենք շատ հաճախ հալածելու համար, ինչը լավ չի, պետք է բիզնեսմենի ձեռքին այդքան իշխանություն չկենտրոնան, այնպես էլ իրանք ունեն շատ լիարժեք համակարծիք եմ։ Ու այս process-ների մեջ օրինակ եմալ հենց իմ ուժեղ կողմերից մեկը որ ես խոշոր տնտեսական դերակատար չեմ, ընդհանրապես այդ տնտեսական դերակատար չեմ, սովորական աշխատող քաղաքացի եմ, ունեմ իմ բարեկեցիկ աշխատանքը, բարեկեցիկ կյանքը, կարողանում եմ կողքից նաև հանրային գործունեություն վարել, բայց այն մարդիկ ովքեր որ ունեն այդպեսի մեծ բիզնեսներ, բնականաբար այդպես ինչ-որ կոռուպցիոն ռիսկեր են գտնվելու, բնականաբար այդ սննդականաշնորհման ընթացքում խնդիրներ են լինելու, որոնք կարելի է օգտագործել իրենց դեմ, նույնը մենք կարող ենք տեսնել հենց Գագիկ Ծառուկյանի օրինակով, բայց Գագիկ Ծառուկյանը գիտեք, մի հատ հետաքրքիր բան է ասեմ, ինչի Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չներեց Գագիկ Ծառուկյանին։ Դա Նիկոլ Փաշինյանը հավատացած է, որ Գագիկ Ծառուկյանը իր քվեներն է գողացել։ Ինչի ոնց որ հետաքրքիր բան էր այդ IRA-ի փոլերը, որ նայում էի, ինչ որ հետաքրքիր բան էր, շատ հետաքրքիր այսպես զուգադիպության ինչ ասես, մարդիկ ովքեր Գագիկ Ծառուկյանն էին ընտրում, նրանք պրոեվրոպական հայացքներ ունեին։ Ու ես համոզմունք եմ, որ իրանք այդ ուսումնասիրությունները տեսել են, որ եթե մարդիկ Գագիկ Ծառուկյանին չընտրեն, ամենայն հավանականությամբ երկրորդ թեկնածուն հենց Նիկոլ Փաշինյանն է լինելու։ Այդ դրա համար Նիկոլ Փաշինյանը սոցիալապես անապահով խավն է։ Նաև գյուղաբնակ վայրերում է Նիկոլ Փաշինյանի հիմնական էլեկտորատը, ինչպես նաև հենց Գագիկ Ծառուկյանի էլեկտորատն է գյուղական վայրերում։ Այսինքն իրանք փաստացի կոնկուրենտ են նույն քվեների համար, դրա համար էլ նաև բայց Սանդր, որտեղ որ ասենք բիզնեսները, որը ունի Գագիկ Ծառուկյանը, ես նկատեցի, պես մարդիկ կային, ովքեր դուրս են եկել բողոքի ակցիաներին, ասում են, գիտեք ինչ, մենք գնացինք Նիկոլին ընտրեցինք, բայց մնացինք անգործ։ Այսինքն ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը նույնիսկ իր աշխատողներին հավաքելու, ասենք, գիտեք ինչ։ Չէ, այս վերջին ընտրությունների մասին է շատ էլ ընտրացել են իրականում։ Այս ընտրությունների մասին էր, որտեղ ասես գնացինք իշխանության ընտրեցինք, որ մնանք անգործ։ Կա նման բան, գիտեք, այստեղ ես չէի ուզի հենց այդ մարդկանց մեղադրել, որովհետև այս այնքան ոնց որ նայեք, այս մարդիկ սովորական աշխատող մարդիկ են։ Իրանք պարտադիր են չի այս քաղաքական բաներից, process-ներից խոր գիտելիք ունեն։ Խնդիրը կեղտոտ ռոպագանդայի մեջ է ու մեր վատ արած աշխատանքի նաև ընդդիմության շատ վատ արած աշխատանքի մեջ։ Ոնց որ եկեք չմեղադրենք ժողովրդին։ Չենք հասցրել, չենք կարողացել։ Ես ինչ էի ասում, որ չի կարելի մեղադրել։ Լիդերներին է պետք մեղադրել։ Ոնց ու կարած գնաս հասարակ մարդուն, որ գնում է գործի գալիս է, տուն մեղադրես, եթե լիդերը իր գործը չի արել, հատկապես գյուղում ապրող տատիկն ու պապիկը, ովքեր որ ամեն անասուններին կերակրում են, բերում են տուն, մեկ էլ միացում են հմեկ են, նայում կարող մեկ-մեկ էս թերթն տեսնել ինչա կատարվում։ Ես երբեմն գյուղական համայնքներում լինում եմ, հիմա էլ նախատեսում եմ առաջիկայում գնալ շրջել, չէ, գնալ շրջել զրուցել։ Երբեմն այդ տատիկներն ու պապիկները շատ լուրջ ու իրատեսական բաներ են խոսում։ Միգուցե դա ենթագիտակցության մակարդակում է կատարվում, ոչ խորը գիտելիքներ ունենալու, բայց իրենք իրական են ու հետաքրքիր լուծումներ են առաջարկում, եղել են դեպքեր, այնպես որ մենք էլ պետք է շրջենք բոլորս գյուղական համայնքներով, խոսենք ժողովրդի հետ, ոչ թե ընտրություններից առաջ, այլ ամբողջ ընթացքում։ Այս 5 տարիների ընթացքում լավ կլինի, որ բոլոր քաղաքական ուժերը նոր մշակույթ ձևավորեն, շրջենք ուշադրության կենտրոնում պահեն ՀՀ քաղաքացու, գյուղաբնակ կլինի, երևանաբնակ կլինի, բոլորի խնդիրները պահեն ուշադրության կենտրոնում եւ զբաղվեն այդ խնդիրներով, որ հետո էլ քվե գողանալու հարց չառաջանա։ Միանշանակ այստեղ մի բան էլ ասեմ, օրինակ, որ հենց այդ խոսում ենք ինչ է մարդիկ ընտրել եւ այլն, ես այդ շատ բարդ ինչ-որ բաների մեջ մտնելու փոխարեն մի հատ նաեւ այդ գլխավոր պատճառը չի ասի, բայց այդ գլխավորներից մեկն է, այդ առաջի 3 պատճառներից մեկը, որ ես կնշեմ, դա այդ մարդիկ հենց գյուղաբնակները շատ երկար ժամանակ
շատ կոպիտ ասեմ, իրաց մարդ չեն զգացել, որովհետև իշխանավորների վերաբերմունքն է իրանց համապատասխան եղել։ Հա, այդ նախ խոր տարանջատում է եղել, երկրորդը մարդիկ չեն տեսել իրենց ներկայացուցիչին։ Իսկ այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը իր օրինակի համար այն բուլատի ծատամներով ինքը ոնց որ այդ մարդիկ տեսնում են իրենց ներկայացուցիչն են տեսնում, իրանք իրենց մարդուն են տեսնում այդ ղեկին ու մեկ ուրիշ բան էլ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը իրենց վերաբերվում է որպես հպարտ քաղաքացիներ։ Իհարկե ես դեմ եմ նաև այդ բանին, որ երբ որ դու քաղաքացուն պարզապես հպարտ ես դարձնում, որովհետև լավ բան չի հպարտությունը, որը դատարկ կա։ Թող ինչ որ մի բան արած լինեն հպարտ լինեն։ Իդեպ պատվիրաններից այո։ Մեղքի։ Բայց դրան մյուս ծայրահեղությունն էլ հենց նախկինում իշխանություն ունեցածների վերաբերումն էր, որ ընդհանրապես իրենց բոլոր խնդիրների իրենց ամեն ինչը չկացվել։ Նիկոլ Փաշինյանը խոսքով թքած չունի, այդ խոսքը, որ քաղցր հնչում է այդ մարդկության գանջին, արդեն հերիք է։ Իրանք մտածում են, որ հա Նիկոլ Փաշինյան գոնե մեր մասին մտածում է։ Էմոցիայի վրա պահում է, ստացվում է։ Իհարկե ստացվում է, այդ աշխարհում գրեթե Եվ հետո չմոռանանք, որ այս միակ հարուսարշավն էր, որ Նիկոլը շատ անկեղծորեն ասեց ինչա լինելու։ Նույնիսկ իր ծրագրերում ինչ կար, հա, եկեղեցու հետ կապված բարեփոխումների, մարդը ասում էր, ինձ քվե տվեք, ես այս երագլուխների հերը կանիծեմ, կվերացնեմ, ասֆալտին, չգիտեմ ինչ չկանեմ։ Հիմա էլ ասում եմ, դե տվել են այդ քվեն, ես անում եմ ինչ որ Հետո ամեն անգամ երբ որ ինքը շոուի է սարքում, ժողովրդի անունից է նաև հանդես գալիս։ Շոուից հետո մտնում էր լայվ նորից օրինակ այդ արցախցիների հետ կապված։ Ասում եմ ես Արցախի թեման այնքան էմոցիոնալ եմ տանում, որպեսզի ժողովրդի խաբեր նորից հերթական անգամ ցույց տար, որ ինքը այդպես շատ հուզական վիճակում է։ Ինքը հուզվում է, հա, հուզվում է։ Ու այս ամեն ինչը խոցելի է դարձնում լսարանը։ Այո։ Նստում ես նայում ես, ասում ես դες կարգին մարդ է, նույնիսկ հուզվում է։ Մենք ունեցել ենք այդպես ղեկավար, որ ինքը հուզվեց։ Ներողություն խնդրի։ Կոկորոզ ուտեր կամ ասենք այդպես մեր նման։ Ես անկեղծ ասեմ, մեկ որ տեսնում եմ այս Նիկոլ Փաշինյանը, որ հելում սկսում է բան անել, նախկիններին այսպես թունդ քննադատել, մեկ ես ասես ոչ ասում հայելի հայը մեկ բան բռնում եմ ստոպ։ Այս մարդը ընդդիմադիր գործիչ չի, այս մարդը իշխանություն է ուտել։ Բայց նաև ինքը իշխանություն եւ ընդդիմություն այդ բանը կարողանում է նաև պահել մենակով։ Մենակ ինքը անհատ որպես կարողանում է այդ բանը։ Ինքը Հայաստանի Հանրապետության գլխավոր ընդդիմադիրն է, այսպես տարի է արդեն։ Ու շատ երկար ժամանակ ինքն է մնալու։ Գիտեք, խնդիրը նրանում է, որ ինքը մարդկանց մեջ այդ կրակը կարում է էլի բարդ, իր մեջ կարելի։ Օրինակ մեր ընդդիմադիրներին նայում ես, անկեղծելի ասենք, շատ ակադեմիական են։ Սամվել Կարապետյանը չէ էլի, որ ընդհանրապես չկա այդ կրակը, գոնե մի բան անեն, այդպես կրակ լինի։ Նայում ես Ռոբերտ Քոչարյանը, մեջիդ կրակը հանգում է։ 71 տարեկան մարդ է, էլուր էլի շատ երիտասարդ է, բայց երիտասարդ է, բան չէ։ Դա կամ կա կամ չկա Արթուր։ Լավ, հիմա քանի որ կրակից խոսք գնաց, մասնագետները ասում են, որ այս շոկ եղանակին սեքսով չպիտի զբաղվել միայն այն ժամանակ, երբ որ հովա։ Այո, մեր հեռուստատիտողը դրա մասին իմանա, որովհետև ասեցին ինֆարկտ է սպասվում այդ շոկ եղանակին։ Կոնդիցիոներ կարող են դնել։ Դե այդ արդեն կոմատի կազմակերպել։ Վիճակ է ստեղծել, որ մարդիկ դրա տրամադրությունը չունեն, հենց որ զուրմի շոկ տեքստուր արդեն դրա տրամադրությունն էլ չկա։ Սառեցված վիճակ, սառեցրել է Նիկոլը ամեն Գիտեք, այդ process-ը մենք անընդհատ որ տեսնում ենք, օրինակ մեկով, հանրային դաշտում, բան եւ այլն, անընդհատ ամենուրեք այդ process-ն է արդեն ոնց որ սովորությունն է դառնում արդեն Եվ նաև մեր հաջորդ թեմային անդրադառնանք անի հանգստյան մարդկանց հետ կապված հանգստի կազմակերպումը, հա։ Չէ։ Բայց նախընտրում ես Հայաստանում հանգստանաս, եթե հնարավորություն լինի, թե դրսում պարտադիր պիտի հանգստանաս։ Ես այնց շատ բազմազան բաներով եմ սիրում, հանգիստը կարա լինի այն հասարակ այդ ծովափի հանգստից մինչև այդպես ավելի ակտիվ լեռներում, ըստ տրամադրության ավելի շատ այդ պահին ինչը որ ոնց որ հնարավորություն ունեն այս պահ։ Իսկ ֆինանսապես օրինակ Հայաստանում ավելի մատչելի է, թե դրսում։ Տեսեք, Հայաստանում թանկ է բավականին, որ համեմատում ես, դրսում շատ ավելի էժան է, եթե համեմատության մեջ վերցնես օրինակ ավիատոմսերի գները, բան եւ այլն հանես, հյուրանոցային պայմանները հանգստացա է տղա։ Ես ինչ է։ Շատ ավելի էժան է կարելի ասել, մատչելի է դրսում։ Եվ դրա համար մարդիկ ցկտում են իրականում քանի որ իմ մոտ այսպիսի մի հարց կա, որ ես համարյա ինչքան
փող աշխատում եմ, դե շատ գնում այն բարեկեցության վրա, ես պետք է այդպես լավ ապրեմ, էլի, այսպես շատ կոպիտ ասեմ, աշխատավարձը դրա վրա է գնում նրա վրա, որ ես իմ գործունեությունը վարեմ հանրային, իմ մոտ այդպես հանգստի համար, այսպես ասեմ, շատ փող չեմ կարողանում հետ գցել ու շատ շուտով այդպես բավականին մեծ ծախսեր ունեմ անելու, այնպես որ հələ որ այդ հանգստի պահը մի կողմ եմ թողել աշխատել։ Պատրաստվում ես ամուսնանալ։ Էդ էլ կա, այո։ Դենիս ինչ լավ, բարի, դրական, պոզիտիվ, բովանդակալի քեզնով շատ զբաղվի, հանգստացի, որտեղ հետո հայտնվելու ես 40 տարեկանում ու հասկանալու ես, որ այսպես կյանքը անցավ ու ոչ մի բան, այս քաղաքական բաների մեջ է, ծեջար, ես էլ անկեղծ ասած չեմ հանգստացել։ Վերջին 8 տարին չեմ հանգստացել։ Վերջի անգամ Գանձասարում եմ հանգստացել։ Չէ, ես այս վերջի տարիներին կարողացա կոլեկտիվ, հա, հանգիստ վայելել։ Բավականին լավ են հանգստացել ես, այնպես որ վերջի տարիներին հանգստացած տեսք ունես։ Ես մենք ենք որ անհանգիստ ենք 8 տարի գիշերուզով։ Բայց մի խաբեք ես դեմքին եւ արևահարված դեմքին հատկապես։ Օրինակ որ ասում ես, այդ մինչև իրականում 40-45 ես թվում է սենց բան աշխատելու տարիք է, էլի, որ լավ ես գաստած բանից, դրանից հետո մի քիչ կարաս թուլացնես, ես կարծում եմ, ինչև այդ պատրաստվում եմ այսպես լավ աշխատել, թե իմ կարիերայի մասով, կոնկրետ սպային այցում եմ, պատրաստվում եմ այդտեղ շարունակել, որտեղ դա իմ անկախության գրավականն է, ոնց ասեցի, ես քաղաքական այս թեմաներից գրեթե գումար չունեմ, գումարս մի փոքր գալիս է Patreon-ից, իմ աջակիցներից Patreon-ում, մնացածը ասենք դա իմ աշխատավարձի վրա է ու ոնց որ այդ համատեղելու վրա է, որ ես համ այդ գործը անեմ, որ կարիերայով առաջ գնամ, կարողանամ ավելի բարեկեցությունս լավացնեմ, համ էլ ես հանրային դաշտում կարողանամ էլի պահպանել իմ գործունեությունը, որ անկախել լինեմ այստեղ։ Հա, բայց ասած ինչ է ու այդ մինչև 40 դեպի բան կանենք, դրանից հետո երևի կհանգստանանք, մարդիկ կան ընդհանրապես պես խոսքը չի ասում, դագաղի մեջ կհանգստանանք։ Դե արդեն բանա, հենց մեր մասին է։ Հանգստացավ, չէ՞, տեսնեք։ Հա, հիմա տեսնենք, իրականում հանգստի կարիք ես զգում եմ, որ ամեն դեպքում ունեմ, մի քիչ հոգնել եմ։ Պետք է հանգստանալ այնուամենայնիվ։ Տեսնենք, այդ ամեն ինչի ես տեղը կգցեմ, կգնամ հանգիստ խղճով հանգստի։ Անի Փաշյանի Ծիտիկի մասին մենք պետք է խոսեինք նաև, քանի որ այդ Ծիտիկի պատմությունը դու ավելի լավ գիտես։ Մանրակրկիտ ուսումնասիրել ես։ Նիկոլի Ծիտիկը։ Չես տեսել։ Չէ։ Այ հիմա պատմի մի հատ բոլորս հասկանանք դա ինչի մասին է։ Երեք էր, եթե չեմ սխալվում, կամ դրա առաջի օրը կառավարական ամառանոցում մի ծիտիկ էր գտել, մտել էր ներ։ Ասում եմ նայեք, այս ծիտիկը հա թռնում է, խփում է պատուհանին։ Ահա։ Բայց ես մահլեկիկ տեսեք, ես կողքից դուր կա։ Կարա ընդհանրապես դուրս գա այս դռնով, բայց ինքը խփում է, ընկնում է, խփում է, ընկնում է։ Հիմա իր առակը հետևյալն էր։ Հասկանալի է ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի թեման էր ուզում շրջանառել, որ եթե ԵԱՏՄ-ն չի ուզում մեր ապրանքները ներմուծի, խնդիր չկա, մենք կգնանք ԵՄ-ում մեր ապրանքները տնտեսությունը տնտեսական կապերը կզարգացնենք ԵՄ-ի հետ։ Ես այդպես եմ կարծում, չնայած որ ես տեսանանը տեսա, ինձ ընդդիմության է հիշեցրել այդ ծիտիկը, որ հիմա անդադ խփում է պատուհանին ու պատուհանին ու չի կարող շրջանցի պատուհանը ու տեսի։ Ես զարմացած մարդ հետի պարապա է։ Բայց չէ, իր ասածի մեջ լիքը որ խորանում ես, լիքը բան կա, որովհետև հենց հիմա որ դու պատմեցիր, ես ինձ լրիվ խորացա, այսինքն այդ հպանցիկ բանը, տեսարանը չի էլի, որ հպվեց կտուցով կամ ճակատով, բայց ինքը կարա ասեմ դռնով գնալ։ Ինքը հենց այնց ոչ մի բան չի անում, հետո գիտես ինչ մեկ զարմացնում է, որ ինձ անդադ ասում է, ինքը անգրագետ է, գիժ է, չգիտեմ ինչ է, ինքը ոչ անգրագետ է, ոչ գիժ է, եթե պետք է ինքը գիժ խաղա, ինքը համաշխարհային գրականություն շատ լավ գիտի, երբ որ պետք է այդ գնում է շրջանառության մեջ, ես վստահաբար ասում եմ։ Բայց ես որ պետք է հիմա գիժ է խաղում, հիմա այդ նույն տեսարանը, որ դու նկարագրեցիր, իրան այդ տեսանկյունից էր պետք, ասեց այդ որը հաստատ այդ առակը իր ցուցանելու բան ունի էլի։ Իդեպ կատնամթերքն են արտելել, եթե տեղյակ ես։ Հա, գիտեք, ըստեղ այսպեսի մի բան ասեմ, Նիկոլ Փաշինյանը իրականում մենք չպետք է թերագնահատենք Նիկոլ Փաշինյանի ֆիգուրին։ Այդ եթե մենք չի կարելի թերագնահատել մեկին, ով որ 8 տարի կարողանում է այդ աղետներից հետո իշխանություն պահել։ Ու մտքով կացել, որ հնարավոր է Արցախը այսպես
Ամբողջությամբ։ ապաշնոր կերպով սպառել, չգիտեմ էլի դավաճանական թե ապաշնորը թե պատմությունը կբացահայտի ու մնալ իշխանության հնարավոր չի։ Ինձ ասեն ես չէի հավատալու որ նման բան հնարավոր։ Ինքը կարողացել է բայել ու ինքը Բացի դրանից նաև Հայաստանի սուվերեն տարածք հասցնել թշնամուն։ Ու դա էլ մարս է։ ու այս ամեն ինչից հետո Եկեղեցու վրա հարձակում արշավը ով Այն ինչը որ մի բանը հնարավոր չէ մարսել, ինքը այսպես մի հատ բույլ է հավաքել ու մարսում է ոնց որ դեռևս։ Ընդ որում էլ դավաճանի պիտակը մաքրեց դրից։ Չի ասի։ Այդ գործում նրան օգնեցին տիտղոսային անդիմության առաջնորդները։ Հիմա այսքան էլ Նիկոլը Մակրի կանք չէ, մենք այս պարտադիր չի որ դու լինես տիպոսային ակտուալ այլևս չի լինելու։ Ես իմ կարծիք ունեմ այդ հարցով ու ոչ մեկ չի կարող իմ կարծիքը իմ բանը համոզմունքները փոխի։ Ես համոզմունք ունեմ, որ մենք գործ ունենք կոլաբորանտ իշխանության հետ։ Բնականաբար։ Մենք այս պահի դրությամբ կարծես լինենք այդ Վիշի կառավարության Ֆրանսիան, այս պահի դրությամբ մենք էլ այս դերում ոնց որ չհամեմատեմ հանկարծ մեզ բանի հետ, գոլի հետ, բայց այն մարդիկ ովքեր այս պահին խոսում են կոլեկտիվ, իրենք կարելի ասել գոլի գործ են անում, ինչ որ գոլներ անում, բանի ֆրանսիական դիմադրության այդ ժամանակ։ Ճիշտ համեմատություն։ Հիմա նայեք, ինչ վերաբերում է այդ բանին, արգելքներին, իմ մոտ տպավորությունն է, որ իրանք նախապատրաստվում են ԵԱՏՄ-ից դուրս գալու մեզ։ Ուղղակի այդտեղ խնդրահարույց է, բավականին խնդրահարույց է, որովհետև մենք արդյոք պատրաստ ենք այս պահին, որովհետև հա, այդտեղ ստանդարտների խնդիր կա լաբորատորիաների, ես միշտ ասում եմ, որ այդ ռուսական ասեղի վրա նստեցնելուց առաջ ավելի խորը պետք է մտածել դրա մասին, որովհետև դիվերսիֆիկացիայի մասին մտածում են ժամանակ, երբ որ լավ է տնտեսական վիճակը, երբ որ դու ռեսուրս ունես հավելյալ, որպեսզի խթանես քո արտադրողներին հավելյալ ներդրում անել ու այդ ստանդարտներին համապատասխանեցնել արտադրությունը եւ այլն եւ այլն։ Այսինքն այս պահին մենք բավականին այսպես խոցելի իրավիճակում ենք։ Դե ինքը հայտարարում էր անպագորգոր մերկապանոց, որ ինքը ունի լծակներ, որոնցով կկարողանա զսպել իրավիճակը, բայց պարզվեց, որ իրավիճակը զսպել հնարավոր չի։ Կարծես թե Ռուսաստանը շատ լուրջ է տրամադրված այս հարցով ու եթե այս պահին իրանք ԵԱՏՄ-ից դուրս են գալիս, այդ չգիտեմ, էլի շատ վտանգավոր տնտեսական իրավիճակ կարող է հանգեցնել, որովհետև ես խնդիր չունեմ, եթե Հայաստանի բարեկեցիկ ապագան Եվրամիության հետ է, չայց ես կարծում եմ, որ մենք այդ վերպետական համակարգերում մենք տեղ չունենք։ Իմ համոզմունքն է, որ մենք պետք է բոլոր հետ լավ լինենք։ Բոլորին ջան ասենք, ջան լսենք, բայց ոչ մեկի հետ այնքան մոտիկ չլինենք, որ մեզ կուլ տա։ Հիմա եթե դու դուրս ես գալի այս համակարգից, ես դրա մասով բան ունեի, վերլուծություն ունեի արած, եթե ինձ չգիտեմ, կհրավիրեք մի օր կարող ենք այստեղ հենց տնտեսական վերլուծություն անել, ԵԱՏՄ-ից դուրս գալու, նոր համակարգեր գնալու թե ինչ ռիսկեր է, դա կարող լինի ինչ հնարավորություն է, թեկուզ բայց այս պահի դրությամբ այն ինչը որ իրանք անում են, մենք տնային աշխատանք չենք արել։ Մենք ավելի կախվածությունը մեծացրել ենք տևական ժամանակ Ռուսաստանից ու այս պահին ոնց որ այդ համակարգերը փլուզվում են ու խնդիրն նրան չի որ Ռուսաստանը չի թողնում ապրանքը, այս խնդիրն նրան է որ Ռուսաստանը ասում է գիտեք ինչ կա, ձեր ապրանքը որակյալ չի։ Այսինքն ինքը խզուտ աշխատում է այնպես ոնց որ ստանդարտով պիտի աշխատեր, այն ժամանակ ներողամիտ էր, հիմա ներողամիտ չի, ասում ախպեր, ես ձեր ապրանքը այնպես չի որ արգելափակել չեմ թողում, ուղղակի խնդիր կա, այս ձեր ծաղիկի մեջ էս միջհատը կա, ձեր կաթնամթերքի մեջ էս ինչ բակտերիան կա, չգիտեմ, այսինքն աշխատում են ոնց որ կարգն է, էլի կոպիտ ասել։ Հիմա եթե մենք այդ ոնց որ կարգն է աշխատելով շատ ավելի թույլ ստանդարտներով ԵԱՏՄ-ի հետ, մենք ոնց ենք Եվրամիության հետ սկսելու աշխատել, այդ ամեն ինչի համար ժամանակ է պետք, ներդրումներ են հսկայական պետք, ու պետք է որ լրիվ այլ տրամաբանությամբ աշխատում էլի Եվրամիության շուկան, դու չես կարող պետությանը համաձայնեցնես ու պարզապես ապրանքը տանես այդ պարագայում, այնտեղ ազատ շուկա է, դու պետք է հենց տնտեսվարողի հետ պայմանավորվես, ով է պայմանավորվելու տնտեսվարողի հետ, դու չես կարող մի հատ մեծ ящիկի մեջ 20 կիլո ծիրան լցնես, բացի դրանից տեխնիկական մի շատ լոգիստիկ խնդիրներ կան, այս պայդրությամբ ոնց որ որն է, եթե Վրաստանն էլ արգելափակում փաստացի մեր ապրանքները, ոնց որ նորություն չի, որ եթե ժամանակ օրինակ Ռուսաստան գնացող կոնյակներին ստուգումներ իրականացում, հիմա Եվրամիություն գնացողն էլ ինչ որ խմբականակ էլի տարել են ստուգումների, թե ինչ գործ ունի Վրաստանը որպես տարանցիկ երկիր մեր այնտեղ գնացող ապրանքներ, այսինքն հասկանում եք, այդտեղ շատ լուրջ խնդիրներ կան հենց պետությունների հետ, որը պետք է դիվագնագիտությամբ լուծվեր, իսկ ով է լուծողը այս պայմանությամբ մենակ լավ խոսքեր ենք լսում Բայց մարդիկ կան, որ ուրախ են, օրինակ ասում են լոլիկը բավականին էժան են առնել։ Լոլիկը այս պայն էժան են առնում, հաջորդ տարի ինչքան են առնելու։ Այդ բանն է, շղարշն է, որը իրանք պահել են։ Գիտեք, եթե ոնց է աշխատում, մարդիկ կարող չհասկանան, որ եթե այս տարի մենք էժան ենք ուտում, հաջորդ տարի շատ քանք ենք ուտելու։
Խնդիրն ինչու՞մ է։ Այս բայդրությամբ լոլիկ աճեցնողները մեծ քանակությամբ աճեցնում են լոլիկ։ Մի մասը ուղարկում են արտահանման, մի մասը շուկայում են վաճառում։ Այսինքն իրանք մասշտաբի էֆեկտով իրանք ինքնարժեքը լոլիկի էժանանում է։ Եթե արտահանում տեղի չի ունենում, տարեստարի ավելի քչանալու է հենց քանակը մարդկանց աճեցած, որովհետև այնքան է շավետ չի բերում։ Մասշտաբի էֆեկտը գնալով թուլանում է, ավելի թանկանում է ապրանքը, այսինքն փաստացի մենք այս տարի օքեյ շատ էժան լոլիկ կերանք, որովհետև շուկայում շատ էր բաներ։ Պահանջարկը քիչ էր, առաջարկը շատ մեծ էր։ Բայց մյուս տարի ինչ ենք անում։ Մյուս տարի շատ թանկ լոլիկ ենք սկսել ուտել։ Այսինքն չենք ուտելու լոլիկը։ Թանկա լինելու է։ Նկարելու ենք, նայենք։ Հասկանում եք, մի քիչ մեր խնդիրն է, մենք չենք կարողանում երկարաժամկետ գնահատել։ Մենք մենակ կարճաժամկետ այս պահին ու այն ինչ կատարվում է մեր քթի տակ։ Ու մենք ուրախանում ենք, այսպես ինչ-որ մարդիկ ովքեր այսպես շատ սիմվոլիկ ինչ-որ խմբականակ տարել էին Եվրոպա ծիրան, մարդիկ նկարում էին այնտեղից, քաշություն էին անում, թե տեսեք հայկական ծիրանը հասավ Եվրոպա։ Բայց այդ հայկական օրինակ ես խոսել եմ, ինչ-որ խմբականակ, փոքր խմբականակ, հայկական խանութներում այսպես թե այնպես ամեն տարի վաճառվում էր։ Այսինքն որևիցե ծավալով մեծ գլոբալ փոփոխություն տեղի չունեցավ։ Ես թվերը բույցներից ուրա թվերը Կարծես այդ օրներ բանը Եվրոպայում գնացի քարի վրա ելույթ էր ունենում։ Ասում դուք արդեն կարող եք ձուկը արտահանել Եվրամիություն։ Այսինքն փափուկ բացը դրեցին ուղարկեցին Հուլիսի 17-ից սկսած, բայց դրանից հետո են ակցիան արել, եթե չեմ սխալվում։ Չէ, բայց մի վարքյան ինչքան ձուկ արտահանվել եւ հարց եմ տալիս իրանք տոկոսով ներկայացում, այսինքն ոնց իրանք հարմար ստատիստիկան ներկայացում։ Չէ, մենակ օդի մեջ ասում են։ Քանի կիլոգրամ է արտահանվել։ Քանի կիլոգրամա դեպի Եվրամիությունը արտահանվել, քանիսն է անցել ընդհանուր առմամբ այդ ստուգումները, որովհետև կարող է դու խմբագրակ ուղարկես, այնտեղ ստուգեն, ասեն եղբայր չի համապատասխանում ստանդարտին, վերացրու ես ապրանքը, օրինակ։ Մեզ այդ ինֆորմացիան չեն տալի, մեզ հիմարի տեղ են դրել։ Ես ճիշտ ասած այդ տվյալներին միշտ պուլսի վրա եմ ձեռք սպանում, ուղղակի նոր տվյալները առստատում դեռևս հասարել չէ ոչ թե ֆինանսային նախարարության հաշվետվություններում, ոնց որ մինչև մայիս-հունիս ամիսների տվյալներն է։ Ինձ օրինակ հետաքրքիր է հենց այս պահի դրությամբ, չէ՞ այդ արդեն հաջորդ բաների, հաջորդ ամիսներին մենք արդեն կտեսնենք իրավիճակը ոնց է փոխվում։ Այո։ Այնպես որ այդպես հետաքրքիր անալիզներ կտանք։ Մի հատ հետաքրքիր բան էլ ասեմ, այս բաներն էի որ ստուգում, ուրեմն այս պարքեավճարների մասով, որ իրանց այդպես շռայլ պարքեավճար են տալիս, այդպես օրնիբուն աշխատում են, չէ՞, բա ոնց չտան իրանց պարքեավճար։ Ուրեմն նայում եմ ֆինանսային նախարարության հաշվետվություն, պաշտոնական տվյալ 5 միլիարդ դրամ պարքեավճար չէ իրանց դուրս գրեցին 2026 թվականին օրինակ մի թիվ էլի ասեք ուշակի ինչքան մենք պետքա պետական պարտք մարենք ես տոկոսագումարն ու այլ գումարը միասին հաշված եմ ասում ինչքան օրինակ դուք ինչքան թիվ եք կարծում մենք պետքա մուծենք որպես պետական պարտքի մարում Ես մի քիչ թվերի հետ կապ բան չեմ շատ չեմ հասկանում բայց լավ ասենք 5 միլիոն 5 միլիոն հա 500,000 դոլար Չէ, դոլարի մասն է։ Դոլար։ Հա, չէ։ Ասեք, նա 500 միլիոն լավ ասեք։ 500 միլիոն, հա։ Դուք ասեք, դուք բավականին մոտ եք։ 2 միլիարդից ավելի, բայց 2 միլիարդ դոլարից ավելի։ Կարծեմ 2.2 միլիարդ է։ Հա։ Հաջորդ տարի 2 միլիարդ, այն հաջորդ տարի մի քիչ շուտ չենք քաշում, 2 միլիարդից մի քիչ պակաս։ Այն հաջորդ տարի ոնց որ թե 2.5 միլիարդ դոլար, այն հաջորդ տարի լավ շուտ չենք քաշելու 1.3 միլիարդ դոլար։ Հա, այսինքն բանա, իջնում է, էլի։ Բայց հետո էլի աճելու է։ Դուք այդ 1.3 միլիարդը մենք չենք Ընդ որում այս տարի խնդրեմ ունի ինքը, որովհետև ոնց որ Եվրոպան իրան գումար չհատկացրեց։ Նայեք, ամբողջական բաժանողը 50 միլիոն եվրո են մեզ հատկացրել։ Ասում աչքը չի տեսել։ Եվ դա է պատճառը նաև Գագիկ Ծառուկյանին կուլակաթափանել, թե կարճամետրաժ խնդիր է լուծում, որպեսզի տարեվերջին խնդրի առաջ չկանգնի, որովհետև ոչ թոշակ, ոչ աշխատավարձ չի կարողանալու բաժանել, դա զանգվածային դժգոհություն կառաջացնի։ Նախատեսված չի եղել այս տարվա բյուջեով։ Նախատեսված չի եղել, այսինքն դա հավելյալ բեռ է։ Գերաճ է եղել։ Ու խնդիրը հենց այդտեղից է գալի, որ հաշվարկված չի։ Հիմա այս տարվա պայմաններում արդեն մենք տարվա վերջ կտենանք, որ հաստատապես բյուջեի եկամուտների աճի գոնե թե տեմպերը կդանդաղեն, եթե ընդհանուր բան չի լինի, հենց անկում չի տեղի ունենա, հաջորդ տարի իրանք խնդիր են ունենալու շատ լուրջ։ Եթե այս տարի ինչ-որ ձևով կարող են ծերին հասցեն։ Այսինքն մենք այսպեսի մի խնդիր ենք գալի, որ պետական պարտքը աճում է, իր սպասարկման բեռն աճում է մեզ վրա։ Ու իրենք դեռևս նախորդ տարի էր կարծեմ որ 750 միլիոն դոլարի եվրոբոնդեր բանարեցին, ներգրավեցին շատ թանկ տոկոսներով։ Ու մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք տեսնում որ եվրոբոնդեր են կրկին բանանելու, դուրս հանելու վաճառքի, ներքի պարտք են հիմնականում աճեցնելու, որտեղ ու հետագայում չգիտեմ, էլի ռիսկ առաջանալու պետական պարտքի դեֆոլտի։
որովհետև այդ պարտքը որ աճում է ու նոր պարտքի հաշվին է աճում։ Դու պատկերացրու անընդհատ ոնց որ դու վարկ ես վերցում վարկ փակելու համար։ Գնալով քո ոնց որ գնալով ինչ-որ պայ պատկերացրեք որ քո այս պային եթե դու քո աշխատավարձի դիցուկ 12 կամ 13%-ն ես տալիս որպես վարկի մարում, գնալով դա աճելու է, դառնալու է 20%։ Ես դες ավելին ասեմ, մենք այս պայի դրությամբ մեր պետական բյուջեից առավել շատ վճարում ենք պետական պարտքի սպասարկմանը, ես մենակ սպասարկումն եմ ասում տոկոսավճար, առավել շատ ենք վճարում, քան առողջապահական ծախսերի համար, առավել շատ քան կրթական ծախսերի։ Իհարկե, այս առողջապահական ապահովագրությունից հետո մի քիչ կաճեն ապահովագրական հենց առողջապահական ապահովագրության շատ կարճ անդրադառնանք, որովհետև մենք երթերային ինչ-որ ժամանակ է անկեղծ ես այս թեմային անդրադարձել եմ, բավականին մեծ ա եղել հանրային արձագանքը, դժգոհ եմ։ Ինչի՞ց են դժգոհ։ Օրինակ կներես անի, ինձ ասում էին այդ գրանցման պահերը, հա, ասում են կգրանցենք, հետո մարդը ունի անհրաժեշտություն արագ վիրահատության կամ ինչ-որ այլ միջոցների, իրանք ասում են դե կգաք ամսվա այսինչ օրը։ Բայց մարդը ունի արագ, հա, ինչ-որ լուծում ստանալու, մանավանդ խոսքը գնում առողջության։ Ճիշտ ասած, ես որպեսզի ինքս համոզվեի դժգոհությունը ինչու՞մ է կայանում, մի փոքր հոդացավ ունեի, մոտեցա պոլիկլինիկա, կյանքումս առաջին անգամ, ասում բարև ձեզ, ասի ես տեղ գրանցված եմ, ասեցին հա, ինչ խնդիր է, ասում հոդաբան է հարկավոր, բաթը դուք թերապևտի մոտ եք գրանցվելու, հետո թերապևտը ուղղագիր կտա, ասեցին եւ հիմա կարող եմ գրանցվել մտնել, ասեցին չէ, 2 ամիս հետո։ Դա ինչով է պայմանավորված։ Ես սպասարկվեցի։ Խի 2 ամիս հետո։ 2 ամիս հետո թերապևտի մոտ, դե մի 2 ամիս հետո թերապևտի մոտ, մի 2 ամիս հետո ուղղակի։ Հա, ու այդ խնդիրը կա նույնը դեղորայքի հետ կապված։ Դա էլ շատ պատահական, հայտնվում եմ այն պահին դեղատանը, որ մի կին վրդովված ասում է, ես այս կավիչ դեղերը չեմ խմի, ինձ տվեք շաքարի դեմ էլ, եթե չեմ սխալվում, գերմանական արտադրանքի դեղ, այդ խեղճը դեղագետը սենց կանգնած ասում ախր ինձանից կախված չի էլի, ես կտամ, խնդիր չկա, բայց ցուցումը տրված է, որ միայն հայկական արտադրանք։ Այդ կինը զայրացած շրջվեց, այդ թուղթը վերցրեց, բաթե ինձ պետք չի ձեր անվճար դեղերը, ես այդ կավիչ դեղը չեմ խմի, թողեց դուրս եկավ դեղատնից։ Այսինքն գլոբալ փոփոխություն տեղի չի ունեցել։ Համակարգը ինքը իրանով նորմալ կառուցված չի, ընդհանրապես կառուցված չի, ու իրանք բավականին մեծ պետական պարտքեր նաև այդ համակարգի ներդրման համար մտցրել, ու իրանք խաղաժամ են դա մտցրել զուտ ընտրություններից առաջ, որը արդյունքներ գրացել։ Հիմա նայեք։ Ավանեսյանը բոլոր տեղերում գլուխ էր գովում նախընտրական շրջանում իր վերած Ավանեսյանից ինչ բառ է փոխում էլի ակնկալի ռեֆորմ, Ավանեսյան ու ռեֆորմ։ Ավանեսյանը օրինակ հիմա գիտեք իրա մոտ ինչն էլ աստացում։ Նիկոլի Կոկայել տմտմբացնել գլուխը, այդ շատ լավ է ստացում, դրա համար բաներ են Ենթադրում եմ երևի դրա համար այդ մեդալն էլ ստացվել։ Հատկապես երբ որ կանանց էր վիրավորում հիշում։ Հա, որ այն էլ բժիշկ, բժիշկ կնոջ, այդ հայտարարել հեռացեցին աշխատանքից։ Այո։ Ավանեսյանի ողնաշարը պլաստիլինից է սարքած վստահ։ Հա, ես մի բան էլ ասեմ, այսի ասեմ հետո այդ բանին էս առողջապահական թեման մի հատ քննարկենք, նայեք խնդին ինչ։ Բայց առողջապահությունը ընդհանուր առմամբ այդ կռվի ժամանակ անգամ հենց կինը, գինեկոլոգ, ասեք ազգան Այդ չեմ հիշում, մեր լավ իրավաբաններից մեկի մայրիկն է։ Այո, Լուսինե, վերջերս աշխատանքից ազատեցին, չէ։ Հա, իրավաբան աղջկա մաման է։ Հա, ինքը քաղաքապետարյանների պաշտպաններից է, էլի։ Սրբազան շարժման փաստաբաններից։ Լավ, հիշեմ ազգանունը կասեմ սյով էր ոնց որ թե լավ, Սողոյա։ Հա, կարա լինի։ Մի խոսքով, ուրեմն մեկինը ասեց, որ Գիտեք ինչ կա այդ ապահովագրությունները, որ Նիկոլայ Էսոտալյոս մեր հաշվին է այդ ապահովագրությունները, ու ինքը ճիշտ ասում, որովհետև գիտեք բժիշկները ես անձամբ որ շփվում եմ շատ շրջանակների այդ բժիշկների, իրենք բոլորը բողոքում են, որ աշխատավարձը քչացել, որտեղ իրենց շատ ցածր դրույքով են այդ գումարները հաշվում։ Մեկը էս խնդիրն է, բայց հիմա ինչ են անում, համավճար են մտցրել, մարդիկ ովքեր ռեպորտաժներ կարելի է տեսնել, ժամանակին լրիվ անվճար էին գնում ինչ-որ խորհրդատվության բան, հիմա համավճար են մտցրել, արդեն իրենք գումար պետք է վճարեն հավելյալ։
ու այսպեսի շատ բազմաթիվ խնդիրներ է առաջանում, որ մարդիկ հենց մոտքից բանն անում ու մի հատ նոր իրանք ծրագիր են մտցնում, դա էլ նոր բան է, բոնուսներ են մարդկանց տալիս, բժիշկի չգնալու համար ոնց ես հասկացել, դու բոնուս այն բիզնես ծրագիր են։ Հա, ինչ որ այսպեսի բաներ դիակ մտածում, որովհետև նախ բյուջեն չի կարող այդքանը տանել իր վրա։ Երկրորդը բժիշկները շատ երկար չեն հանդուրժել, որ իրենց աշխատավարձերի հաշվին էս ամեն ինչը ներդրվի, ու մի հատ տոտալ խնդիր է այս համակարգը, որ ասենք ներդրել են, բայց ինքը չաշխատող համակարգը, փաստացի ինքը մեռելացին համակարգին իրանք ներդրել, ու մտածում ոնց էս մեռած ինչ որ էս համակարգը, ինչ որ ձևով ճիշտ ծախեն մարդկանց վրա։ Ամեն դեպքում այն համակարգը, որը ձևավորել են այս իշխանությունները, փլուզվելու է մի օր։ Ես կարծում եմ ինքը եթե չփլուզվի իրան պահել շատ ծախսատալնելու իրան մի կերպ էլի պետական պարտքի հաշվին պահելու են կամ էլ այդ նույն ձևով մարդկանց այնպես են անելու դեմոտիվացնելու են բժիշկի գնալը այնքան են դժվար այսինքն փաստացի մենք գալու ենք ապահովագրությունը որ կա դուք օգտվում եք այդ ապահովագրությունից ես մասնավոր ունեմ չէ որովհետև բայց մի օր ինձ հետաքրքիր կարելի է գնալ քանի որ ես մենք պետքա գնանք ոնց որ ես եմ գնացել հասկացել ներքին վիճակն ինչպեսին է որ կարողանանք խոսել դրա մասին հիմա վերջերս մի բժիշկ մի քանի օր առաջ էր ոնց զանգացում էր ասել տեղյակ եք որ այդ ապահովագրությունը որ կա թեկուզ երեխաների հետ կապված միևնույնն է վճարում է հա համավճար կա նոր են մտցրել ասեմ ձեզ իդ ընտրությունից առաջ չկար համավճար հիմա նոր է ընտրություններից հետո ընդ որում այդ համավճար է հայտնվել ոնց որ ասած ապահովագրական ընկերությունները իրենք են որոշում որքան ես դու վճարում սկզբում ասած ինչ որ 6000 դրամ էր հետո 6000-ը դառավ 12 ու սենց շարունակ այսինքն այդտեղ էլ չես հասկանում իրենք ցանկացած մի ծրագիր որ անում են նեղ իրենց բիզնես շահերն են տենում երևի մի քանի հոգի որ սկսի հարստանալ ինչ որ ծրագրեր, պրոյեկտներ անի ամփոփենք մեր զրույցը մեր հետ։ Շատ բովանդակալի, շատ հաճելի, ուրախալի, հետաքրքիր տորթի համար։ Ձեզ լավ օր է։ Այս տորթի վրա այս դոլարի փոխարեն կարելի է Հայաստանի դրոշ։ Ես մտածել էի, ուղղակի չհասցրեցի առավոտյան։ Որ լիքը դոլարներ ունեն։ Այս դոլարները կարանք նվիրենք իշխանություններին, իրանք սիրում են այս բաները։ Կոնկրետ տանում չտանք, հետո բան են անելու, էլի դատի են տալու։ Չի իստում իրան կուրախանան, եթե ռեալ տան։ Ես իմացա այս դոլարները ումա պետք տալ դատի ասել, դատի տալ ասեցի, հիշեցի։ Դուք գիտեք ես ում եմ էսի նվեր տալիս։ Դե ամփոփենք անի ես շնորհակալ եմ քեզ մի քանի հաղորդումներ իմ հետ անցկացնելու համար։ Մենք այսպես Հուսամ կարճ, բայց էլի կհանդիպենք միասին կվարենք, որովհետև քեզ հետ հետաքրքիր էր, ինչ խոսք բովանդակալից էր, ես քեզ կկարոտեմ, իմ գործընկեր Կարեն Կարապետյանը մյուս եթերին արդեն կմիանա ինձ, ամեն դեպքում ձեզ բարի անխափան եթերներ, մեզ էլ լինելու եթերում լինելու ենք, արդեն հյուրի կարգավիճակով, բայց ոչ այս ծրագրի շրջանում, որտեվ անին իմ գործընկերոջն էր, հա, այսպես ժամանակավոր փոխարինել, Կարենը գնացել էր հանգստի, այո, մենք երբեմն քեզ կհյուրակալենք այս աթոռին եւ կփորձենք ավելի այսպես զրուցել եւ հասկանալ ինչա կատարվում հայաստանյան քաղաքականության եւ այսպես սոցիալական հարցերում։ Շնորհակալ եմ ձեզ, որ եկաք եւ հաղորդում այսպես ավելի բովանդակալից դարձրեցիք, բայց խոստացեք, որ ինձ կգաք հյուր առանձին հաղորդման շրջանակներում ավելի թեմատիկ առումներով այսինքն առաջարկների կփորձենք անդրադառնալ, որովհետև այսօր մարդիկ կան, որ գիտես Անվել, մարդիկ կան, որ ինչ որ տեղերում ասում են, «Էլ չեմ խոսելու, էլ հերիք է, էլ ներվ չկա, ինչքան կարելի է ասել», բայց ես համակարծիք չեմ այդ մարդկանց հետ, պետքա շատ ասել, պետքա շատ խոսել, պետքա այս հասարակության ուղեղների մեջ ինչ որ բան փոխել, պետքա խոսել ամեն դեպքում, չնահանջենք եւ որովհետև մեր փոխարեն իշխանությունը արագ աշխատում է, մենք մինչև 1-2-3 ենք անում, իրանք 1-2-3-ով առաջ են գնում եւ այդպես են կարողանում են հաջողել։ Ես եմ մի բան ասեմ, ինչ որ պայի եթե մենք որոշենք լռել, չխոսել, հետո կարող է մենք բռնցնենք մեզ պայի վրա, որ ընդհանրապես խոսելու հնարավորություն չունենք։ Այո, ինչին տանում է այս իշխանությունը։ Հա, նրա պետք է խոսել։ Շատ։ Ես էլ եմ շնորհակալ Արտուր։ Սիրելիներ, կհանդիպենք ուրբաթ օրը առավոտը մեծահատի հետ եւ կասենք բարի լույս եւ հուսամ այս շաբաթ ունենանք այնքան հետաքրքիր եւ դրական լուրեր, որ եթերը ամբողջապես դրական լուրերով կփորձենք այսպես սփռել։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք։